Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային գործակցություններին նվիրված մամուլի ասուլիսում փառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը նշել է, որ Ոսկե ծիրանը տարիների ընթացքում դարձել է ոչ միայն կինոմշակութային, այլև միջազգային գործակցության հարթակ։ Փառատոնի գործընկերների թվում են Ֆրանսիայի դեսպանությունն ու Ֆրանսիական ինստիտուտը, Գերմանիայի դեսպանությունն ու Գյոթե ինստիտուտը, իսկ այս տարի գործակցության շրջանակին միացել է նաև Հայաստանում Կանադայի դեսպանությունը։ Փառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանի խոսքով ավելի քան 2 տասնամյակների ընթացքում Ոսկե ծիրանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի կինոմիջավայրի ձևավորման, հայկական կինոյի միջազգային ներկայության եւ մշակութային կապերի զարգացման գործում։ 23 տարիների ընթացքում Ոսկե ծիրանը համագործակցել է բազմաթիվ դեսպանատների, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, կայացրել է եւ իրականացրել է բազմաթիվ միջազգային ծրագրեր, այդ առումով իսկապես լավ փորձ ունենք, բայց մենք ունենք հիմնական գործընկերներ, այդ հիմնական գործընկերներից է իհարկե ֆրանսիական դեսպանատունը եւ ֆրանսիական ինստիտուտը, հիմնական գործընկերներից է Գյոթե ինստիտուտը եւ գերմանական դեսպանատունը։ Գյոթե ինստիտուտի հետ մենք որը դեռ այն ժամանակ ուղղակի կենտրոններ, անցյալ տարվանից դարձավ լիարժեք ինստիտուտ, որ շատ ուրախ ենք։ Այս տարի փառատոնի միջազգային գործակցությունների շրջանակն ընդայնվել է նաև Կանադայի դեսպանության մասնակցությամբ։ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները նշել է, որ Կանադայի համար կարևոր է ներգրավված լինել տարածաշրջանում կայացած կինոփառատոններից մեկում։ Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունենք գործակցելու Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի հետ։ Ուրախ եմ նաև, որ այս տարի փառատոնին մասնակցում են կանադական 4 ֆիլմեր։ Կանադական ֆիլմերի ընտրանին արտահայտում է Կանադայի մշակութային բազմազանությունը։ Ծրագրում ներառված են տարբեր թեմաներ եւ ինքնություններ ներկայացնող ֆիլմեր, այդ թվում Քվեբեկից, իրանա-կանադական կինոմիջավայրից եւ հայ-կանադական ստեղծագործական շրջանակից։ Գերմանական կինոյի ծրագիրն էլ այս տարի կներկայանա շուրջ 10 ֆիլմով։ Գյոթե ինստիտուտի Հայաստանի մշակույթի եւ հանրային կապերի ղեկավար Մարիամ Գուրզադյանը տեղեկացրել է, որ գերմանական ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսված է հուլիսի 16-ին Կինոյի տան մեծ դահլիճում։ Ուզում եմ հատկապես առանձնացնել այն երկու ֆիլմը, մեկը դա բացման ֆիլմն է, որը կլինի ինչպես ասացի հուլիսի 16-ին ժամը 3:30 Կինոյի տան մեծ դահլիճում։ Դա ժամանակակից եվրոպական կինոյի ամենաինքնատիպ հեղինակներից մեկի եւ այսպես կոչված Բերլինյան դպրոցի ներկայացուցիչ Վալեսկա Գրիսբախի ֆիլմն է, կոչվում է Երազի արկած։ Եվս մեկ ֆիլմ, որ հատկապես ուզում եմ առանձնացնել այս տարի, դա կրկին տեղի դիտելու հնարավորություն կունենաք հուլիսի 16-ին ժամը 7:30 Կինոյի տան մեծ դահլիճում, դա այս տարվա կինոփառատոնի լավագույն ռեժիսոր անվանակարգում հաղթած Պավել Պավլիկովսկու հայրենիք ֆիլմն է։ Լեհ ռեժիսորը եւ սցենարիստը այս տարի կլինի Հայաստանում որպես պատվոհյուր։ Փառատոնի կազմակերպիչների գնահատմամբ միջազգային գործակցությունները Ոսկե ծիրանի կարևոր բաղադրիչներից են։ Դրանք հնարավորություն են տալիս հայ հանդիսատեսին ծանոթանալու տարբեր երկրների կինոմտածողությանը, իսկ հայկական կինոմիջավայրին ամրապնդելու կապերը միջազգային կինոհարթակների հետ։ Ոսկե ծիրան 23-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի մրցութային եւ հատուկ ծրագրերով, ներկայացնելով ինչպես միջազգային, այնպես էլ հայկական կինոյի նոր աշխատանքները։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։